Բիլիարդի աշխարհահռչակ մարզիկ, աշխարհի բազմակի չեմպիոն մեր հայրենակից Իոսիֆ Աբրամովը Հայաստանում է։ Նա իր կոչումները ստացել, իսկ հաղթանակները գրանցել է դեռ պատանեկան տարիքից։ 10 տարեկանում կարողացել է հաղթել աշխարհի եռակի չեմպիոնին, իսկ դրանից հետո արժանացել բազմաթիվ չեմպիոնական կոչումների ու հեղինակել բացառիկ քննարկներ բիլիարդում։ Հիմա հայրենիքում է նոր ծրագրերով։ Շատ ուրախ եմ հանդիպան համար, շատ լսել ենք, ամբողջ աշխարհը քո մասին լսել է, որ դու կարողացել ես աշխարհի չեմպիոն դառնալ, անհաղթելի մարդ, դա ազգին ավելի մեծ ճանաչում է տալի, այսօր մեր ժողովուրդը կարիք ունի հաղթանակի, դա հպարտություն է, հզորություն է։ Աշխարհում մենք հայր ունենք, որոնցով մենք հպարտանում ենք։ Իմացի, որ դու միշտ տեղ ունես Հայաստանում, Օլիմպիական կոմիտեում, մարզաշխարհում, բոլորն այդ քեզ ճանաչում են, հարգում են, սիրում են, ինչ որ հարց լինի, ցանկացածով պատրաստ ենք, դա մեզ հպարտություն է, դու էլ իմանաս, որ Ստեղ հարազատներ կան, ամբողջ հայազգը քեզ ընդունում է, հարգում է, հավատում է եւ վստահում է։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը Իոսիֆ Աբրամովը հայտնում է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին։ Շատ ուրախ եմ, очень горжусь тем, что я армянин. Շատ հպարտ եմ, որ հայ եմ, ամենուր եւ բոլորին դրա մասին բարձրաձայնում եմ։ Մինչեւ այժմ Ռուսաստանի դրոշի տակ եմ հանդես եկել, հիմա ուզում եմ հայրենիքս ներկայացնել։ Ինչ առաջնություն կարան կազմակերպենք, մենք պատրաստ ենք կազմակերպել, բոլորին ցույց տալու, որ այդ մրցանակով էլ մենք կարող ենք հաղթող լինել աշխարհով մեկ։ Իոսիֆ Աբրամովը հայրենական սպորտի ղեկավարին է նվիրում իր չեմպիոնական եռաշերտքին։ Սրանով միայն ես եմ բիլիարդ խաղալու։ Мне тоже очень приятно, спасибо. Спасибо. Հետո նաև Գագիկ Ծառուկյանը նրան պարգևատրում է ՀԱՕԿ խորհրդանշական մեդալով։ Նոր ծրագրերը քննարկելուց հետո զրուցակիցներն ուժերն են փորձում բիլիարդի սեղանի շուրջ։ Գագիկ Ծառուկյանի առաջին հարվածը շքեղ է ու դիպուկ։ Իսկ բարձր կարգը հաջորդ հարվածներով ցույց է տալիս նաև Աբրամովը։ Ընկերական մրցախաղն ավարտվում է ջերմ ձեռքսեղմումով։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։